Ով է գրում Հայաստանի նոր սահմանադրությունը։ Արդարադատության նախարարը 3 ամիս առաջ հայտնեց, տեքստի վրա աշխատում են, այն պատրաստ կլինի մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ։ Բայց թե ով կամ ովքեր են մշակում նոր սահմանադրությունը, արդարադատության նախարարությունից շատ մանրամասներ չեն հայտնում։ Միայն ասում են, մշակված տեքստի նախագիծը որոշակի պարբերականությամբ քննարկվելու եւ համաձայնեցվելու է սահմանադրական փոփոխությունների խորհրդի հետ։ Արդարադատության նախարարը նոր սահմանադրության ընդունման մասին Կիրակի խոսել է լուրջ քաստ հաղորդման եթերում։ Մենք այլևս չպետք է հայեցակարգ մշակենք, իհարկե ունենք պատրաստի ինչ-որ նյութեր եւ հայեցակարգ մշակելու փոխարեն մենք պետք է ուղղակի տեքստ գրենք միանգամից, այսինքն պետք է նստենք, գրենք նոր սահմանադրություն։ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր սահմանադրություն։ Նոր սահմանադրություն ունենալու որոշում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունեց անցած տարվա մայիսին, երբ Բաքվից արդեն հստակ հայտարարում էին, առանց գործող սահմանադրության փոփոխության Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չեն ստորագրի։ Ադրբեջանը տարածքային պահանջ է տեսնում Հայաստանի մայր օրենքում։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հարգելի անդամներ, Մինչ այդ 2022-ի հունվարին ձևավորվել էր սահմանադրական փոփոխությունների խորհուրդ, որը մշակում էր ոչ թե նոր սահմանադրության, այլ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ։ Այս մեկը չավարտած Փաշինյանը նոր հանձնարարական տվեց սահմանադրական փոփոխությունների խորհրդին, մշակել նոր սահմանադրության հայեցակարգ։ Փաշինյանի որոշումից մոտ 1 տարի անց խորհուրդը փաստացի ոչինչ չի արել։ Սրփուհի Գալյանը արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո խոստանում էր վերսկսել խորհրդի աշխատանքները։ Այդ կառույցի անդամ քաղաքասարակության ներկայացուցիչ Դանիել Յոհաննիսյանը այսօր ասաց, ավելի քան կես տարի է նիստեր չեն անցկացվում, եւ դրանց վերսկսման մասին ոչ մի տեղեկություն այժմ չկա։ Ընկալում կա, որ եկեք գլուխ առ գլուխ գնանք կամ ինչ-որ թեմաների խումբ առ թեմաների խումբ գնանք ու արդարադատության նախարարությունը աշխատի, եթե խորհրդի ինչ-որ անդամներ էլ բովանդակության առաջարկներ ունեն, իրանք էլ ներկայացնեն հայեցակարգային առաջարկներ։ Եվ հետո այդ գլուխ առ գլուխ կամ թեմաների խումբ առ թեմաների խումբ քննարկվի խորհրդում։ Եվ սա է պատճառը, որ քանի որ դեռևս ոչ մի գլխի կամ որևիցե թեմաների գլխի շուրջ չկա արդեն հայեցակարգային նախագիծ, դա է պատճառը, որ մինչև հիմա խորհրդի նիստ չի եղել։ Ֆորմալ առումով սա ինչ որ առումով հակասում, ինչ որ առումով չէ, հակասում է վարչապետի որոշմամբ սահմանված աշխատակարգին, առնվազն որովհետև այնտեղ նիստերի նվազագույն պարբերականություն կա, որը չի պահպանվում։ Ու եթե Դանիել Յոհաննիսյանը հայեցակարգից է խոսում, նախարար Սրփուհի Գալյանը 3 հայտարարում էր, պետք է միանգամից սահմանադրության տեքստ գրել եւ այն ավարտել մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը։ Սա այն դեպքում, երբ վարչապետ Փաշինյանի որոշմամբ նախ պետք է հայեցակարգը լինի, հետո խորհուրդն այն հաստատի եւ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներկայացնի վարչապետի աշխատակազմ։ Եթե այս ճանապարհով չեն գնալու, շեղվելու են նաև վարչապետի որոշումից, ասում է խորհրդի անդամ Դանիել Յոհաննիսյանը։ Ակնհայտ է, որ առաջերտին պետք է հայեցակարգի շուրջ լինեն հանրային քննարկումներ, հայեցակարգը պատրաստվի, հայեցակարգը ընդունվի, հայեցակարգի շուրջ լինի հանրային կոնսենսուս, որ դրա հիման վրա տեքստը գրվի։ Եվ դա նաև այո վարչապետի համապատասխան որոշումն է ենթադրում։ Հայեցակարգ պիտի լինի, ոնց կար առանց հայեցակարգ լինի։ Այդ որ թվի սահմանադրությունն է եղել առանց հայեցակարգ, բոլորն էլ հայեցակարգ, հետո տեքստ։ Ինչու է նախարարությունը ընտրել առանց հայեցակարգի միանգամից բուն սահմանադրության տեքստը գրելու ճանապարհը։ Նախարարը 3 չպարզաբանեց։ Նոր սահմանադրություն ունենալու առանցքային պատճառներից մեկն էլ ըստ Նիկոլ Փաշինյանի գործողի լեգիտիմության հարցն է։ Իսկ նորն ունենալու ճանապարհին ըստ վարչապետի պետք է սահմանադրության ստեղծման եւ ընդունման մեթոդներն այնպիսին լինեն, որ ժողովուրդն այն համարի իրենը։ Արդյոք առանց հայեցակարգի դա հնարավոր կլինի ապահովել։ Յոհաննիսյանը կարծում է, որ ոչ։ Մի բան է լայն հանրությանը 10 իրավաբանական տեքստ, ուրիշ բան է 10 հայեցակարգ։ Հա, հայեցակարգը մարդիկ ավելի հեշտ կընկալեն, հեշտ կվերլուծեն եւ ավելի հեշտությամբ դրա հետ կապված առաջարկներ կներկայացնեն։ Սահմանադրության տեքստ ունենալու նախարարի հայտարարած ժամկետը Դանիել Յոհաննիսյանը առհասարակ իրատեսական չի համարում։ Ասում է, 1 տարում անգամ նորմալ հանրային քննարկում անցած հայեցակարգի նախագիծ ընդունելն է բարդ։